Դուք ասել եք ֆակտորի եթերում, որ եթե Նարեկ Կարապետյանը ցույց տա, որ մի ներդրում, որ արել են Հայաստանում, Գեղարքունիքի մարզում, դուք 8 անգամ ներողություն խնդրեք։ Մի անգամ գոնե ներողություն պատասխան խնդրել։ Իրենք ցույց տվեցին օրինակ Սոտքի, կարծեմ, տները, ինչպես են տեսեք, ես ասել եմ այն ինչ որ ասել եմ, դա եթերում է, դա ու եթերա եւ իշքան դուք ասել եք, որ որպես տղամարդավերի ներողություն խնդրեմ։ Հիմա բացառիկ հնարավորություն է, կարող եք տղամարդավերի բան չեմ ասել եւ դուք եւ ձեր ըստ էության ֆինանսավորող ուժերը վախեցած մեզնից, տեսեք, անցած տարի էլ դպրոցի պայուսակ էր նվիրում, դա բարեգործություն է, թե մի րոպե, եթե իրանք դուք խոսում եք տղամարդավերի նկատի ունեմ տղամարդու խոսքը եք տվել, ասել եք ներողություն խնդրեմ։ Ինչ եմ ասել հետո։ Դու այդ կտորն եք կտրում, որտեղ ձեզ հարմար է, ասել եմ, եթե ցույց տակ մեկ զոհվածի ծնողի ընտանիքի լույս եք անվճար տվել եւ ցույց տակ մի հատ նպաստառ ընտանիքի անապահով ընտանիքի լույս եք կառուցելը քիչ է։ Լույսը կարող է մի քանի հազար լինի։ Տուն տանիք կառուցել են միլիոնավոր դրամ։ Կառուցել է 2022-23 թվականից, երբ իրանք ուզել են մտնել քաղաքականություն։ Ինչ կապ ունի երբ են ուզել, բայց դրանից առաջել են տարիներով իրենք արել են այդ ամեն ինչը։ Տարիներ շարունակ այդ բարեգործությունն արել են։ Քիչ է ցույց չեն տալի։ Ոնց ցույց չեն տալի, չեք տեսնում։ Չէ, իհարկե։ Դե ինձ ցույց են տվել հենա։ Որտա ցույց տվեք, 23-ին ես ասում եմ դպրոցի պայուսակները կարային ցույց տային, կամ օրինակ լիճկի բանի դպրոցը։ Ախր ես բարեգործությունների մասին նույնիսկ Փաշինյանն էր խոսում, հիմա դուք ಹೇಳ್ում եք։ Թո ջիլի դպրոցը ցույց տային, որ պատը ճաքած էին սարքել, որ երեխեքի վրան փլվե, իրանց ֆիրմաներ շահե, որ թերություններ հայտնաբերեցին, որ մի քանի անգամ տվեցին նորից սարքել, ուզում էին այդ փողը քերեին, որ տանեին, չգիտեմ, բարեգործություն։ Դա ձեր կարծիքն ու գնահատականներն է։ Հիմա դուք ասել եք լրատվականն է ներկայացրել այդ ամեն ինչը, ես չեմ ասում։ Կարող բացեք լրատվականով, տեսեք այդ ինչի մասին։ Պարոն Գրիգորյան, մի բան հասկանամ։ Դուք ասացիք, որ ես խոստանում եմ հենց ցույց տա մի բարեգործություն, որ արել են Գեղարքունիքի մարզում։ Ես 8 անգամ ներողություն խնդրեմ։ Ոնց եք ասել եմ, եթե ցույց տան մեկ բարեգործություն, ըստ երևույթի շարունակել եմ, մեկը զոհվածի ընտանիքի լույս անվճար եղել, մեկ բազմազավակ ընտանիքի տան լույս անվճար եղել, կամ եւ այլն։ Իսկ ինչ վերաբերում 20 լույսն ավելի մեծ ծախս թե օրինակ բանը տանիք կառուցելը որ միլիոնավոր դրամ է։ Օրինակ արած լինեին 20 թվականին, 19 թվականին ես կասկածի բարեկամություն։ Հիմա մարդիկ ընտրության մասնակցում ինչ ասես։ Սոտքի տանիքները 20 թվականին չեն վնասվել։ Պատերազմից հետո ձեր իշխանության օրը կրակոցների ժամանակ վնասվել են, իրանք էլ կառուցել են։ 20 թվականին են 20-ից հետո են, դե իրանք էլ կառուցել են 20-ից հետո։ 23 թվականին։ Դե 22-23 ասելով ոչի էդի փաստա։ Դու կարծում եք ոչ մի բարեգործություն չեն արել իրենք։ Դաշիր գրուպը ոչ մի բարեգործություն արդեն չի արել։ Ես ռայոնի մարզի մասին եմ խոսում, մեկ։ Ուղղակի իրանք ինչ են արել, դրա գնահատականները։ Ուղղակի ձեր երկու խոսքը դնում են, ասում են ախպեր, այս մարդը միշտ տղամարդկությունից է խոսում, ասում է ես տղամարդավեր խոսք եմ տվել, թող ներողություն խնդրի։ Հիմա ի՞նչն է խնդիրը։ Խնդիր չունեմ, ես նախ չեմ ասել իրանցից ներողություն կխնդրեմ։ Սամվել Կարապետյանից ձեր խոսքի համար։ Ասենք սխալ բնդումների համար։ Ես խնդիր չունեմ հանրությունից, հասարակությունից ներողություն խնդրեմ։ Ես ուզում եմ դուք ուզում եք ինչ-որ վերնագիր կպցնեք, չի ստացվելու։ Ես այդ խնդիրը չունեմ ժողովրդի։ Բայց ներողություն խնդրել արժանապատի բան է, ես կարող եմ օրինակ խնդրել։ Բայց իրանք չեն ապացուցում։ Բայց ձեզ ֆինանսավորում են, որ խոսում եք։ Իհարկե, ես իմ խոսալու համար կոպիտ ասած վճարում եմ որպես ազգային ժողովի պատգամավոր։ Հիմա չեք խնդրել ներողություն, հանրությունից թեկուզ։ Հանրությունից ես ամեն օր եմ ներողություն։ Մանիպուլացնելու համար։ Իմ չարած վատ այդ թեմայը մանիպուլացնելու համար։ Ես դա չեմ մանիպուլացրել եւ ելի եմ ասում։ Իրանք ընտրությունների ժամանակ հիմա էլ ասում են հազարատ զավոդ կբացենք։ Իրանք եթե այդ ֆորմատի մեջ նայած, իրանք ասեն մենք ինչի դուք քանի զավոդ եք բացել։ Որովհետեւ զավոդ չենք բացել, որտեղ պետությունը դա չի որ զավոդ պետքա բացի։ Պետությունը պետք է նպաստի գործարարը գա եւ գործարան բացի։ Զավոդ ձեր իշխանության օրը 2 հատ գործարան պետքա բացել, մեկը մեր ձավանում, կողքը մյուսը խոստացան լիֆտերի գործարան չգիտեմ, ինչ ոչ մեկ չբացվեց։ Մի րոպե, իշխանությունը չի բացում գործարանը պետք է բացվեր, բայց դուք չնպաստեցիք որ բացվի։ Հակառակը բացվեցին, փակվեցին։ Գործարան չէ։ Բացվեցին, փակվեցին։ Մի րոպե, իրանք 20 տարի չի գործարան չի։ Գործարանը իրանք իր հոր ժամանակով գործարներ քանդվել է, Սերժի աշխատակազմը եկան էր։ Սերժի ինքը կապ ունեցել է։ Ո՞վ։ Իրեն կապ ունեցել են։ Ինչ որ գործան քանդել։ Այդ ՀՇԿ-ները կապ չի ունեցել տվյալ գործարների փակմանը։ Այն մեկի 50-50-ին, այն մեկի, չգիտեմ, թալանին, այն մեկի կաշառքով նպաստ տալուն, այն մեկի։ Պարոն Գրիգորյան, դուք գուցե երիտասարդ եք 90-ականներին չեք շում, բայց այդ գործարները քանդվել են 90-ականներին ՀՇ-ի օրը։ Ես շատ լավ եմ հիշում, 97 թվականներ քանդվում Նորադուզի գործարները, 98-ին, 99-ին, 2000-ին, 2001-ին։ Այդ ժամանակ ՀԿ-ն չէր իշխանության, ոչ էլ Քոչարյանի ծեսած։ Այդ ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանն էր, որի կողքը կանգնել էր Նիկոլ Փաշինյանը։
2005-ին էլ է Չէ, 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 2008-ի մարտի 1-ին էլ է Ես քան- ինչ ուզեք կարակ ասեք։ 2008-ին Լևոն էր, այո։ Կանգնած այնտեղ Նիկոլ Փաշինյանի հետ։ Լևոնը 2000 թվականին իշխանություն չի եղել։ Բայց քանդվել 97-ին, 96-ին դուք եք ասում։ Այո, ինչքան ուզեք այդ վերնագիրը փոխեք չեք կարած։ Այլ եղություն չեք խնդրելու։ Լավ, լավ։